Տուն վերադառնալով վշտով կոտրված գործարարը հանդիպեց կյանքի ձայների, այնտեղ, որտեղ նախկինում միայն լռություն էր։ Անսպասելի խնամակալուհին, առաջնորդված միայն զգացմունքով հիշողությամբ, օգնեց երեք աղջիկների վերագտնել իրենց մանկության ճանապարհը։ Այդ առավոտը, որը բոլորը մոռացել էին, սերը կրկին բնակվեց տանը, լուր, բայց բավական ուժեղ, կոտրված սիրտը բուժելու համար։ Մինչ այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Ավտոմատ դարպասի աղմուկը արձագանքեց Աբովյան փողոցում, ինչպես միշտ, բայց այս անգամ Մհեր Վարդանյանը կրծքում մի տարօրինակ զգացում ունեցավ։ Գուցե դա Գյումրի կատարած գործուղման հոգնածությունն էր, գուցե դուստրերի կարոտը, որը 3 օր շարունակ տանջում էր նրան, կամ գուցե պարզապես այն 8 ամիսների ծանրությունն էր, որոնք 8 տարի էին թվում, այն օրվանից, երբ Անահիտը հեռացավ։ Նա անջատեց ՍՊՄՕ-ի շարժիչը մի քանի վայրկյան անշարժ մնաց, դիտելով 3 հարկանի տպավորիչ տունը, որը մի ժամանակ իր կառուցած ամեն ինչի խորհրդանիշն էր, բայց այժմ ավելի շատ նրբաճաշակ դամբարանի էր նման, քան տան։ 45-ամյա գործարարը դուրս եկավ մեքենայից, տանելով ճամփորդական պայուսակը պայմանագրերով թղթապանակը, որոնք նույնիսկ չէր հասցրել վերանայել վերադարձի թռիչքի ընթացքում։ Նրա տեխնոլոգիական ընկերությունը, Վարդտեխը, իր հաջողության գագաթնակետին էր, ազգայի մակարդակով ճանաչվելով որպես երկրի ամենանորարարներից մեկը, բայց այս ողջ մասնագիտական հեղինակությունը աննշան էր թվում տանը տիրող դատարկության դիմաց։ Մինչ քայլում էր այգեպանների կողմից կատարելապես խնամված այգով, որոնց նա վճարում էր, բայց երբեք չէր տեսնում, Մհերս մեկ անգամ ինքն իրեն հարց տվեց, թե արդյոք չպետք է ավելի երկար մնար, արդյոք բոլորի համար ավելի հեշտ չէր լինի, եթե նա պարզապես անհետանար կորպորատիվ պարտավորությունների մեջ աղջիկներին թողներ իր վարձած բժշկական անձնակազմի խնամքին։ Բանալին սովորական մետաղական ձայնով պտտվեց կողպեքի մեջ, նա հրեց կարմրափայտի ծանր դուռը, ակնկալելով գտնել այն գերեզմանային լռությունը, որը դարձել էր իր կյանքի սաունդթրեքը։ Բայց այն, ինչ լսեցին նրա ականջները, ստիպեց նրան ամբողջովին կանգ առնել, կարծես կայծակը հարված էր։ Ծիծաղ։ Մանկական, մեղեդային անկեղծ ծիծաղ էր արձագանքում նախասրահում։ Երաժշտություն։ Մի կնոջ ձայն երգում էր մի երգ, որը նա չկարողացավ ճանաչել, բայց որը տարօրինակ քաղցրություն էր բերում այն պատերին, որոնք ամիսներ շարունակ ճանաչում էին միայն նխեղդված հառաչանքներն ու հուսահատության շշուկները։ Մհերը ճամպրուկը խուլ դղրդյունով գցեց մարմարե հատակին։ Սիրտը սկսեց բաբախել այնպես, ինչպես վաղուց չէր զգացել, բայց դա ուրախությունից չէր։ Դա վախից էր։ Անհնարինի վախից, խելագարվելու վախից, որ ցավը վերջապես հաղթել էր իր բանականությանը։ Եռյակները, Անուշը, Արիկը, Մարինեն, 8 ամիս չէին ծիծաղել։ 8 ամիս նորմալ չէին խոսել։ 8 ամիս հազիվ էին ուտում։ Ինչպես կարող էին նրանք արտաբերել կյանքի այդ ձայները, երբ այն ամենը, ինչ նա գիտեր նրանց մասին Անահիտի մահից հետո, ավերիչ լռությունն էր։ Նա տատանվող քայլերով բարձրացավ մարմարե սանդուղքով, հետելով ձայնին, որը գալիս էր խոհանոցի ուղղությամբ։ Ամեն աստիճանի հետ հիշողությունները դաժան ուրվականների պես հետապնդում էին նրան։ Այդ սանդուղքով Անահիտը սովորաբար վազելով իջնում էր առավոտյան, դեռ թաց մազերով, գոռալով աղջիկներին, որ սուրճը պատրաստ է։ Այդ նույն սանդուղքով 3 աղջիկները շարքով, համազգեստով ժպտալով իջնում էին դպրոցից 1 օրվա համար։ Այդ սանդուղքի վրա ամեն ինչ փլուզվեց մի մարտյան առա։ Ոդ, երբ շտապօգնությունը չափազանց ուշ հասավ, բուժաշխատողները կարողացան միայն հաստատել այն, ինչ նա արդեն գիտեր, նայելով կնոջ անկենդան աչքերին։ Հանկարծակի սրտի կանգ։ Այդպես էր բացատրել հիվանդանոցի բժշկուհին, տեխնիկական սառնությամբ, որն էլ ավելի շփոթեցրեց նրան։ Առանց նախազգուշացման, առանց նախնական ախտանիշների, առանց հրաժեշտ տալու հնարավորության։ Անահիտը ընդամենը 38 տարեկան էր, առողջ էր, մարզվում էր, հետում էր սննդակարգին։ Նա ճարտարապետ էր, ուներ իր սեփական նախագծերը, սիրում էր կյանքն ու դուստրերին այնպիսի ուժգնությամբ, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Պարզապես արթնացավ, համբուրեց աղջիկներին, հրաժեշտ տվեց նրան, ականջին շշնջալով սիրում եմ քեզ, 2 ժամ անց անկենդան ընկած էր խոհանոցի հատակին, մինչ Անուշը հուսահատ գոռում էր, խնդրելով մայրիկին արթնանալ։ Այդ օրվանից եռյակները դարձան իրենց ստվերները։ Անուշը, որը միշտ ամենախոսունն ու շփվողն էր, պարզապես դադարեց խոսել։ Արիկը, ընտանիքի նկարչուհին, որը պաշտում էր նկարել գունավորել, դե նետեց իր բոլոր նկարչական պարագաները։ Սկսեց ժամերով նայել դատարկությանը։
Մարինեն ամենազգայուն քնքուշ աղջիկը, որը միշտ մոր գրկում էր, սկսեց մերժել ցանկացած տեսակի ֆիզիկական շփում, գծկվելով ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը փորձում էր դիպչել իրեն։ Մհերը ամեն ինչ փորձեց։ Նա վարձեց դոկտոր Էլեն Պետրոսյանին, Երանի ամենահայտնի մանկական հոգեբույժներից մեկին, որը եկավ իր ողջ եվրոպական կրթությամբ հեղափոխական մեթոդներով։ Նա 2 ամիս փորձեց, անցկացնելով անհատական խմբային սեանսներ, կիրառելով տեխնիկաներ, որոնք մի ամբողջ կարողություն արժեին, բայց աղջիկները հրաժարվում էին համագործակցել։ Նրանք պարզապես լուռ նստում էին, ինչպես փոքրիկ ճենապակյա արձանիկներ, մինչ սեանսի ավարտը։ Հետո եկավ Մարգարիտա Սիմոնյանը, հայտնի դայակ, որն աշխատել էր հայտնի ընտանիքների հետ, համբավ ուներ, թե կարող է գլուխ հանել ցանկացած դժվար երեխայից։ Նա դիմացավ 3 շաբաթ։ Որքան էլ փորձում էր զվարճացնել աղջիկներին խաղերով, զբաղմունքներով մշակված խաղերով, նրանք անտարբեր էին մնում ամեն ինչի նկատմամբ։ Մարգարիտան հեռացավ տնից, ասելով, որ երբեք այսքան բացակա երեխան է։ Չի տեսել, որ ժամանակի կարիք ունի, վերանայելու իր մեթոդաբանությունը։ Երրորդ փորձը Կարինե Մանուկյանի հետ էր, մանկական սկի մասնագետ, որը խոստացավ արդյունքներ 6 շաբաթվա ընթացքում, օգտագործելով արտ-թերապիայի հուզական արտահայտման տեխնիկաներ։ Սեանսները թանկ էին, ինտենսիվ մանրակրկիտ պլանավորված, բայց աղջիկները շարունակում էին դիմադրել հաղորդակցության կամ արտահայտման ցանկացած ձի։ Կարինեն 1 ամիս անց խոստովանեց, որ դեպքը իր փորձից վեր է առաջարկեց հոսպիտալացում մասնագիտացված կլինիկայում։ Այդ ժամանակ էր, որ մհերը նույնպես սկսեց խորտակվել։ Իր դուստրերին հոսպիտալացնելու գաղափարը խոստովանելը, որ ձախողվել է որպես հայր, ընդունելը, որ չի կարողանում հոգ տանել իր ընտանիքից մնացած միակ մարդկանց մասին, նրան հասցրեց հուսահատության մի վիճակի, որը նա երբեք չէր պատկերացնի։ Սկսեց աշխատել օրական 16-18 ժամ, խորասուզվելով ընկերության նախագծերի մեջ որպես հուզական նարկոզ։ Տուն էր գալիս ուշ, աղջիկներին գտնում էր արդեն քնած, տնտեսուհի Տիկին Մարթայի խնամքի տակ, արթնանում էր վաղ, որպեսզի հեռա։ Նա, մինչ նրանք կիջնեին նախաճաշի։ Տունը, որը մի ժամանակ լի էր կյանքով, ծիծաղով, մանկական վազվզոցով, վերածվեց լուռ թանգարանի։ Տիկին Մարթան ամեն ինչ անթերի մաքուր կոկիկ էր պահում, բայց այդ կատարելության մեջ ինչ-որ մահացու բան կար։ Աղջիկները քիչ առանց հաճույքի էին ուտում, հաճախում էին մասնավոր դպրոց, որտեղ սովորում էին փոքրուց, բայց ուսուցիչները անընդհատ զանգում էին, հայտնելով, որ նրանք չեն շփվում համադասարանցիների հետ, չեն մասնակցում զբաղմունքներին, կարծես առանձին աշխարհում են։ Անահիտի սենյակը մնում էր անձեռնմխելի։ Մհերը չէր կարողանում մտնել այնտեղ, չէր կարողանում դիպչել նրա իրերին, չէր կարողանում ընդունել, որ նա իսկապես հեռացել է։ Երբեմն գիշերվա կեսին նա կանգնում էր փակ դռան առջ, պատկերացնելով, որ եթե բացի այն, կգտնի իր կնոջը հագուստը դասավորելիս կամ հաջորդ օրը պլանավորելիս, ինչպես միշտ անում էր։ Բայց դռան բռնակը պտտելու համարձակությունը երբեք չէր գալիս։ Այժմ, քայլելով դեպի խոհանոցից եկող անհնարին ձայները, մհերը զգում էր, կարծես տարօրինակ երազում լիներ։ Գուցե դա էր երազ։ Ուծե նա դեռ ինքնաթիռում էր, քնած, իր ենթագիտակցությունը դաժան ֆանտազիա էր ստեղծում, տանջելու իր արդեն իսկ կոտրված սիրտը։ Բայց ձայները շարունակվում էին, գնալով ավելի հստակ, գնալով ավելի իրական։ Երբ հասավ խոհանոցի դռանը, նա կանգ առավ, խորը շունչ քաշեց, նախքան ներս նայելը։ Այն, ինչ տեսավ, անխոս թողեց նրան։ Անուշը նստած էր գրանիտե սեղանին, ոտքերն օրորելով ժպտալով, մինչ լիզում էր տորթի խմորով լի գդալը։ Արիկի ձեռքերն ալյուրոտ էին, օգնում էր մեծ թասի մեջ ինչ-որ բան խառնել։ Մարինեն, իր ամենապահպանողական աղջիկը, գրկել էր մի կնոջ ոտքերը, որին նա երբեք չէր տեսել, մի կին, որը մեղմ երգում էր, մինչ ինչ-որ բան էր խառնում վառարանի վրա։ Կինն ուներ շագանակագույն մազեր, հավաքված անփույթ կոկոնով, հագել էր պարզ, բայց մաքուր հագուստ, նրա ներկայության մեջ ինչ-որ բան կար, որը խաղաղության զգացում էր բերում միջավայրին։ Նա երիտասարդ չէր, գուցե 35 տարեկան էր, բայց նրա հայացքում մի հասունություն կար, որը հուշում էր մեկի մասին, ով ճանաչում էր ցավը, սովորել էր ապրել դրա հետ։ Երբ նկատեց մհերի ներք այությունը դռան մոտ, նա դանդաղ շրջվեց, առանց վախենալու, կարծես արդեն գիտեր, որ նա կգա։ Բարի օր, պարոն Վարդանյան, ասաց նա մեղմ ձայնով առոգանությամբ, որը նա չկարողացավ անմիջապես ճանաչել։ Իմ անունը Լուսինե Սարգսյան է։ Տիկին Մարթան ինձ զանգեց այս առավոտ։ Մհերը կանգնած էր այնտեղ, դեռ փորձելով ընկալել տեսարանը։ Իր դուստրերը կենդանի էին։ Նրանք շփվում էին։
Նրանք խոհանոցում թափթփում էին մի բան, որը հավերժություն չէր պատահել։ Անուշն առաջինը նկատեց նրա ներկայությունը վազելով իջավ սեղանից, նրա ուղղությամբ։ Հայրիկ, գոռաց նա, նետվելով նրա գիրկն այնպիսի ուժով, որը նրան անակնկալի բերեց։ Լուսինե մորաքույրը մեզ սովորեցնում է պատրաստել այն տորթը, որը մայրիկն էր պատրաստում։ Մհերի սիրտը քիչ մնաց կանգներ։ Անուշը խոսել էր։ Իսկապես խոսել էր, հստակ բառերով, ձայնի մեջ հուզմունքով։ Արիկն ու Մարինեն նույնպես մոտեցան, ամաչկոտ, բայց ժպտալով մի բան, որը նա ամիսներ շարունակ չէր տեսել։ Նա ծնկի իջավ, նրանց հասակին լինելու համար, փորձելով զսպել հուզմունքը, որը սպառնում էր հորթել։ Դուք լավ եք, հարցրեց նա խեղդված ձայնով։ Այո, հայրիկ, պատասխանեց Արիկը, ձեռքերի ալյուրը մաքրելով իր կրած գոգնոցին։ Լուսինե մորաքույրն ասաց, որ կարող է հիշել մայրիկին, անելով բաներ, որոնք նա սիրում էր, ոչ թե միայն տխրելով։ Մհերը նայեց այն կնոջը, որը մեկ օրից քիչ ժամանակում այդ հրաշքը գործել էր։ Լուսինեն նրան դիտում էր հասկացող աչքերով, առանց շտապելու, առանց պահանջելու, պարզապես այն համբերությամբ, որը նա վաղուց կորցրել էր։ Նա զուսպ ժեստ արեց, որպեսզի նա մոտենա։ Աղջիկները ինձ պատմեցին այն հատուկ բաղադրատոմսի մասին, որը նրանց մայրն էր պատրաստում, ասաց Լուսինեն, վերադառնալով խմորը խառնելուն։ Մտածեցի, որ լավ կլինի, եթե փորձենք միասին պատրաստել։ Նրանք հիշեցին գրեթե բոլոր բաղադրիչները։ Բայց ինչպես ստիպեցիք նրանց խոսել, հարցրեց մհերը, դեռ անհավատ։ Լուսինեն մեղմ ժպտաց, չդադարեցնելով խոհարարությունը։ Ոչինչ չեմ ստիպել։ Պարզապես նստեցի նրանց հետ, լսեցի, թե ինչ ունեին ասելու իրենց ժամանակին, ցույց տվեցի, որ ամեն ինչ նորմալ է, որ կարոտում են։ Երբեմն մարդկանց թույլտվություն է պետք ապրելու համար, հատկապես, երբ կորցրել են շատ հատուկ մեկին։ Այդ խոսքերը մհերին հարվածեցին ինչպես բռունցքի հարված ստամոքսին։ Ապրելու թույլտվություն։ Արդյոք նա մերժել էր դա իր դուստրերին։ Արդյոք իր սեփական ցավը ստեղծել էր մի մթնոլորտ, որտեղ նրանք զգում էին, որ չեն կարող երջանիկ լինել։ Մեղքի զգացումը սպառնում էր ճզմել նրան, բայց Անուշի ձայնը նրան վերադարձրեց իրականություն։ Հայրիկ, ուզում ես օգնել զարդարել տորթը, հարցրեց նա, ձեռքը քաշելով դեպի սեղանը։ Մի պահ մհերը տատանվեց։ Նա պատասխանելու նամակներ ուներ, վերանայելու պայմանագրեր, նշանակելու հանդիպումներ։ Բայց երբ նայեց իր դուստրերի հուսալի դեմքերին, նրանց ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտներին, ալյուրով պատված փոքրիկ ձեռքերին, որոնք մեկնված էին իրեն, նա կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ։ Իհարկե ուզում եմ, ասաց նա, թքերը ծալելով։ Բայց դուք պետք է ինձ սովորեցնեք։ Վաղուց է, ինչ չեմ արել դա։ Եվ այնտեղ, այն խոհանոցում, որը ամիսներ շարունակ ճանաչում էր միայն լռությունը, մհերը վերակտավ մի բան, որը լիովին մոռացել էր, իր դուստրերի է։ Երջանկության ձայնը։ Մինչ օգնում էր զարդարել տորթը, լսելով նրանց աշխույժ ձայները, զգալով նրանց գրկախառնությունների ջերմությունը, նա հասկացավ, որ գուցե, միայն գուցե, դեռ հույս կա իր կտոր եղած ընտանիքի համար։ Այդ գիշերն առաջինն էր 8 ամսվա մեջ, երբ մհերը ստիպված չէր պայքարել քնի դեմ։ Ժամեր շարունակ դուստրերի հետ խոհանոցում խաղալուց, տորթը զարդարելուն օգնելուց, տանը արձագանքող նրանց ծիծաղը լսելուց հետո, նա պառկեց անկողնում, կրծքում տարօրինակ զգացումով։ Դա հենց խաղաղություն չէր, դեռ ոչ, բայց ինչ-որ բան հույսի նման էր։ Անահիտի մահից հետո առաջին անգամ նա քնեց, առանց ընդունելու այն դեղերը, որոնք բժիշկը նշանակել էր անհանգստության համար։ Հաջորդ օրը նա արթնացավ ներքի հարկից եկող ձայների աղմուկից։ Մի պահ, դեռ քնաթաթախ, մտածեց, որ այդ ամենը երազ էր, բայց շուտով ճանաչեց Անուշի ծիծաղը, խառնված Լուսինեի մեղմ ձայնի հետ։ Նա նայեց մահճակալի կողքի ժամացույցին, զարմացավ։ Առավոտյան 7:30։ Ամիսներ շարունակ նա այսքան ուշ չէր քնել, միշտ արթնանում էր առավոտյան 5-ին, կուրծքը սեղմված տագնապից։ Մհերը դանդաղ վեր կացավ, դեռ մարսելով իր տանը տեղի ունեցած արմատական փոփոխությունը։ Նա արագ լոգանք ընդունեց, հագավ սովորականից ավելի հանգիստ հագուստ իջավ, գտնելու մի տեսարան, որը կարծես դուրս էր եկել իր ամենահեռավոր հիշողություններից։ Ճաշասենյակի սեղանը ծածկված էր ծաղկավոր սփռոցով, աղջիկները նստած էին իրենց սիրելի աթոռներին, իսկ Լուսինեն մատուցում էր նրբաբլիթներ, որոնցից դարչինի վանիլի բույր էր գալիս։ Բարի լույս, հայրիկ, գոռացին երեքը միաձայն, մի բան, որը այնքան վաղուց չէր պատահել, որ մհերը ստիպված էր հենվել դռան շրջանակին, որպեսզի չսայթաքի։
Բարի լույս, իմ արքայադուստրեր, պատասխանեց նա, ձայնը դեռ խռպոտ հուզմունքից։ Այս ինչ հրաշալի բույր է։ Լուսինե մորաքույրը մայրիկի նման նրբաբլիթներ է պատրաստել, բացատրեց Մարինեն, բերանը լիքը աչքերը փայլելով ուրախությունից։ Նա հիշեց այն բաղադրատոմսը, որը խոհանոցի տետրում էր։ Մհերը նայեց Լուսինեին, որը մեջքով կանգնած էր ավելի շատ խմոր էր խառնում վառարանի վրա։ Նա կրում էր պարզ գոգնոց, բաց կապույտ զգեստի վրայից, նրա խոհանոց, ում շարժվելու ձի մեջ ինչ-որ ծանոթ բան կար, կարծես նա միշտ պատկանել էր այդ վայրին։ Երբ նա շրջվեց ողջունելու նրան, նա նկատեց, որ նրա աչքերը թեթակի այտուցված էին, կարծես նա լաց էր եղել գիշերը։ Բարի լույս, պարոն Վարդանյան, ասաց նա, նրան զուսպ ժպիտ պարգելով։ Հուսով եմ, դեմ չեք։ Աղջիկներն ինձ ցույց տվեցին, թե որտեղ էր նրանց մայրը պահում հատուկ բաղադրատոմսերը։ Իհարկե դեմ չեմ, պատասխանեց նա, ամիսներ անց առաջին անգամ նստելով սեղանի շուրջ։ Իրականում, ես մոռացել էի, որ Անահիտը այդ տետրն ուներ։ Նա միշտ շատ կազմակերպված էր այդպիսի բաներում։ Լուսինեն նրբաբլիթները դրեց մհերի ափսեի մեջ, նա մի պատառ փորձեց։ Համը նրան անմիջապես տեղափոխեց անցյալի կիրակի առավոտներ, երբ Անահիտը վաղ էր արթնանում, պատրաստելու այդ հատուկ նախաճաշը, աղջիկները գիշերանոցներով վազելով իջնում էին, մրցելու, թե ով ավելի շատ նրբաբլիթ կուտի։ Կարծես մի լավ ուրվական վերադարձել էր իր տուն։ Ինչպես սովորեցիք պատրաստել հենց նրա ձով, հարցրեց նա, անկեղծորեն հետաքրքրված։ Լուսինեն նստեց սեղանի շուրջ, իրեն ավելի փոք բաժին դնելով։ Մայրս միշտ ասում էր, որ ուտելիքը կրում է այն պատրաստողի հոգին։ Երբ հետում ենք սիրով պատրաստված բաղադրատոմսին, ինչ-որ կերպ մեր էներգիան կապում ենք այն ստեղծողի հետ։ Փորձեցի պատրաստել նույն քնքշությամբ, որը պատկերացնում եմ, որ ձեր կինն էր դնում։ Անուշը դադարեց ուտել, հետաքրքրությամբ նայեց Լուսինեին։ Լուսինե մորաքույր, դուք էլ եք կորցրել ինչ-որ հատուկ մեկին։ Մհերը զգաց, որ միջավայրը մի պահ լարվեց, բայց Լուսինեն կարծես չշփոթվեց երեխայի ուղիղ հարցից։ Նա ձեռքերը մաքրեց անձեռոցիկով, հանգստությամբ նայեց երեք աղջիկներին։ Այո, Անուշ, կորցրել եմ։ Երբ ձեր տարիքին էի, ծնողներս մահացան վթարից։ Ես ու եղբայրս գնացինք ապրելու տատիկիս հետ, որը շատ իմաստուն կին էր։ Նա ինձ սովորեցրեց, որ երբ կորցնում ենք մարդկանց, ում սիրում ենք, նրանք ամբողջությամբ չեն հեռանում։ Նրանք կենդանի են մնում այն լավ բաներում, որոնք մենք սովորել ենք նրանցից։ Արիկը դադարեց հյութը խառնել, ուշադրություն դարձրեց։ Իսկ ձեր տատիկը կենդանի է։ Ոչ այլս, պատասխանեց Լուսինեն մեղմ, բայց հաստատակամ ձայ։ Նով։ Նա մահացավ, երբ ես 18 տարեկան դարձա։ Բայց այն ամենը, ինչ նա ինձ սովորեցրեց խոհարարության, մարդկանց մասին հոգ տանելու, ուրախություն գտնելու մասին, նույնիսկ երբ տխուր ենք, այդ ամենը շարունակում է ապրել իմ մեջ։ Եվ հիմա ես դա փոխանցում եմ ձեզ։ Մարինեն վեր կացավ աթոռից, գնաց Լուսինեի մոտ, բարձրանալով նրա գիրկն այն բնականությամբ, որը ամիսներ շարունակ ոչ ոքի հետ չէր ցուցաբերել։ Դուք հոգ կտանեք մեզ։ Լուսինեն գրկեց աղջկան, բայց նայեց մհերին, լուր թույլտվություն խնդրելով պատասխանելուց առաջ։ Նա դրական գլխով արեց, դեռ տպավորված այն հեշտությամբ, որով այս կինը նվաճել էր իր դուստրերի վստահությունը։ Ես հոգ կտանեմ ձեզ այնքան ժամանակ, որքան ձեր հայրը թույլ կտա, դուք կցանկանաք, ասաց նա, համբուրելով Մարինեի գլուխը։ Բայց դուք պետք է մի կարևոր բան հասկանաք, ոչ ոք չի փոխարինի ձեր մորը։ Նա անփոխարինելի է։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ձեզ հիշել նրան, ուրախությամբ հոգ տանեմ ձեզ, մինչ ձեր սրտիկները կբուժվեն։ Մհերը գուլ տվեց։ Լուսինեի խոսքում ինչ-որ բան կար, որը ուղղակիորեն դիպչում էր իր ամենախորը վերքին։ Անահիտի մահից հետո նա իրեն կորցրած էր զգում, կարծես այլս չգիտեր, ինչպես լինել հայր առանց նրա գործընկերության։ Բոլոր մյուս մարդիկ, ովքեր փորձել էին օգնել, կարծես ուզում էին լրացնել իր կնոջ թողած դատարկությունը, բայց Լուսինեն առաջինն էր, որ բացահայտ ընդունում էր, որ այդ դատարկությունը գոյություն ունի, միշտ կունենա։ Նախաճաշից հետո աղջիկները գնացին խաղալու այգում, մհերը մենակ մնաց Լուսինեի հետ խոհանոցում։ Նա լվանում էր սպասքը զգույշ շարժումներով, իսկ նա չորացնում էր ափսեները, ստեղծելով մի տնային ներդաշնակություն, որը վաղուց չէր զգացել։ Տիկին Մարթան ինձ պատմեց, որ դուք այլ տեղերում էլ եք աշխատում, ասաց նա, խախտելով լռությունը։ Այո, աշխատում եմ, պատասխանեց Լուսինեն, չդադարեցնելով լվանալը։
Շաբաթական 3 առավոտ խնամում եմ մի տարեց տիկնոջ, իսկ չորեքշաբթի ուրբաթ օրերին 2 տան մաքրություն եմ անում։ Երեկոյան սովորում եմ։ Ինչ եք սովորում։ Մանկավարժություն։ 4-րդ կուրսում եմ մայրաքաղաքային համալսարանում։ Միշտ երազել եմ աշխատել երեխաների հետ, հատկապես նրանց, ովքեր դժվար պահեր են ապրում։ Նա մի պահ կանգ առավ, ուղիղ նայեց նրան։ Երբ տիկին Մարթան երեկ ինձ զանգեց, ասելով, որ շտապ օգնության կարիք ունի 3 աղջիկների հետ, որոնք շատ էին տառապում, ես չվարանեցի։ Չեղարկեցի օրվա բոլոր մյուս պարտավորությունները։ Մհերը հուզվեց նրա նվիրվածությունից, բայց նա մեղավոր զգաց։ Դուք չպետք է մեր պատճառով աշխատանքի օր կորցնեիք։ Ես կարող եմ փոխհատուցել այն, ինչ կորցրել եք։ Լուսինեն ժպտաց գլուխը թափահարեց։ Ես փողի համար չեմ եկել, պարոն Վարդանյան։ Եկել եմ, որովհետև ճանաչում եմ նրանց ցավը։ Երբ երեխա էի, ծնողներիս կորցնելուց հետո տարիներ շարունակ չէի կարողանում ժպտալ։ Տատիկս ամեն ինչ փորձեց, ինձ բժիշկների, հոգեբանների տարավ, բայց ոչինչ չէր օգնում։ Գիտեք, ինչն ինձ օգնեց լավանալ։ Ինչը։ Մի օր նա պարզապես նստեց իմ կողքին, բակի հատակին, սկսեց լաց լինել ինձ հետ։ Նա ասաց, որ նորմալ է, որ ես տխուր եմ, որ նորմալ է բարկություն զգալ, որ նորմալ է չուզենալ խաղալ։ Առաջին անգամ ինչ-որ մեկը ինձ թույլտվություն էր տվել զգալ ցավը, առանց փորձելու համոզել, որ ես պետք է լավ լինեմ։ Լուսինեն սրբեց մի արցունք, որը դուրս պրծավ խոսելիս։ Այդ օրն էր, որ սկսեցի լավանալ, որովհետև հասկացա, որ մենակ չեմ։ Մհերը դադարեց ափսեները չորացնել, նայեց նրան։ Եվ ինչու եք կարծում, որ կարողացաք կապ հաստատել իմ դուստրերի հետ, երբ մյուս մասնագետները չկարողացան։ Որովհետև ես այստեղ չեմ եկել նրանց բուժելու, պարզապես պատասխանեց Լուսինեն։ Եկել եմ նրանց հետ լինելու։ Մասնագետները, որոնց դուք վարձել էիք, որքան էլ լավը լինեին, գալիս էին խնդիրը արագ լուծելու ճնշմամբ։ Նրանք պետք է արդյունքներ ցույց տային, ապացուցեին իրենց արժեքը։ Ես այդ ճնշումը չունեմ։ Ես պարզապես ուզում եմ, որ նրանք իմանան, որ մենակ չեն։ Այդ խոսքերը խորապես արձագանքեցին մհերի մեջ։ Նա հասկացավ, որ գուցե այնքան էր կենտրոնացած դուստրերի տառապանքի արագ լուծում գտնելու վրա, որ մոռացել էր պարզապես նրանց հետ լինել ցավի մեջ։ Իր սեփական տագնապը խանգարել էր նրան լինել այն հայրը, որի կարիքը նրանք ունեին։ Լուսինե, ասաց նա տատանվելով։ Կարող եմ հարցնել, թե ինչպես հաղթահարեցիք ձեր ծնողների կորուստը։ Նա ավարտեց վերջին կաթսան լվանալը, շրջվեց դեպի նա, ձեռքերը չորացնելով սրբիչով։ Ես ամբողջությամբ չեմ հաղթահարել, պարոն Վարդանյան։ Դեռ ցավում է, նույնիսկ գրեթե 30 տարի անց։ Բայց սովորել եմ, որ հնարավոր է ցավը կրել ուրախության հետ միասին։ Ծնողներս այլս ֆիզիկապես այստեղ չեն, բայց նրանք ապրում են իմ ամեն մի հոգատարության ժեստի մեջ, որը ես ունեմ այլ մարդկանց նկատմամբ, ամեն մի պատմության մեջ, որը պատմում եմ նրանց մասին, ամեն անգամ, երբ օգտագործում եմ այն արժեքները, որոնք նրանք ինձ սովորեցրել են։ Իսկ ձեր եղբայրը։ Նա էլ կարողացավ լավ հաղթահարել կորուստը։ Լուսինեի դեմքը մի փոքր մթնեց։ Եղբայրս այլ ճանապարհ ընտրեց։ Նա կարծեց, որ չտառապելու լավագույն ձը ծնողներիս ամբողջությամբ մոռանալն է։ Տեղափոխվեց այլ քաղաք, հազվադեպ է խոսում նրանց մասին, կառուցեց մի կյանք, որտեղ անցյալը գոյություն չունի։ Չեմ կարող ասել, որ սխալ է, յուրաքանչյուր մարդ իր ձով է հաղթահարում սուգը։ Բայց ինձ համար մոռանալը կնշանակեր նրանց երկրորդ անգամ սպանել։ Մհերը մի քանի րոպե լուռ մնաց, կլանելով այն ամենը, ինչ նա կիսվել էր։ Նա հասկացավ, որ վերջին ամիսներին ավելի մոտ էր եղել Լուսինեի եղբոր վարքագծին, փորձելով փախչել ցավից, խորասուզվելով աշխատանքի մեջ, խուսափելով այն ամենից, ինչը կհիշեցներ Անահիտին։ Հավատում եք, որ իմ դուստրերը կկարողանան նորից երջանիկ լինել, հարցրեց նա, ձայնը լի խոցելիությամբ։ Այո, հավատում եմ, պատասխանեց Լուսինեն համոզված։ Նրանք ուժեղ երեխաներ են, այն սերը, որը ստացել են մորից, ամուր հիմք է ստեղծել նրանց մեջ։ Նրանց պարզապես ժամանակ է պետք մեկը, ով կօգնի նրանց հասկանալ, որ հնարավոր է հարգել մոր հիշատակը, լինելով երջանիկ, ոչ թե ինքն իրենց պատժելով։ Այդ պահին Անուշը վազելով հայտնվեց խոհանոցում, ընդհատելով մեծահասակների զրույցը։ Լուսինե մորաքույր, կարող եք մեզ սովորեցնել պատրաստել այն սրտած թխվածքաբլիթները, որոնք մայրիկը պատրաստում էր մայրության օրը։ Իհարկե կարող եմ, պատասխանեց Լուսինեն, ժպտալով։
Բայց նախ պետք է գնանք սուպերմարկետ մի քանի հատուկ բաղադրիչ գնելու։ Ուզում եք միասին գնալ։ Կարելի։ Հայրիկ, հարցրին երեք աղջիկները միաձայն ակնկալի։ Քով նայելով Մհերին։ Նա նայեց ժամացույցին։ Չորեքշաբթի էր, առավոտյան ժամը 10։ Սովորաբար այս ժամին նա արդեն 3 ժամ կլիներ գրասենյակում, խորասուզված աղյուսակների հանդիպումների մեջ։ Բայց երբ նայեց դուստրերի հուսալի դեմքերին, այն խանդավառությանը, որը ամիսներ շարունակ չէր տեսել նրանց աչքերում, նա կայացրեց մի որոշում, որը զարմացրեց իրեն։ Ոչ միայն կարող եք գնալ, այլ ես էլ ձեզ հետ կգամ, ասաց նա, հեռախոսը հանելով գրպանից առավոտյան պարտավորությունները չեղարկելու համար։ Որքան ժամանակ է, ինչ ընտանեկան զբոսանքի չենք գնացել։ Աղջիկները ուրախությունից գոռացին վազեցին հագնվելու։ Լուսինեն կանգնած մնաց խոհանոցում, դիտելով, թե ինչպես է Մհերը զանգեր անում հանդիպումները չեղարկելու համար։ Երբ նա ավարտեց, նա մոտեցավ նրան։ Պարոն Վարդանյան, կարող եմ մի բան ասել։ Իհարկե։ Եվ կարող եք ինձ Մհեր կոչել։ Մհեր, ասաց նա, փորձելով անունը։ Ձեր դուստրերին ոչ միայն խնամող է պետք։ Նրանց իրենց հայրն է պետք։ Ես կարող եմ օգնել, կարող եմ ներկա լինել, կարող եմ սովորեցնել խնամել։ Բայց այն սերը, լի կարիքը նրանք ունեն, լիովին բուժվելու համար, միայն դուք կարող եք տալ։ Մհերը կրծքում սեղմում զգաց, բայց դա ցավից չէր։ Դա գիտակցությունից էր, պատասխանատվությունից, սիրուց։ Ես գիտեմ, որ վերջին ամիսներին ձախողվել եմ նրանց հետ։ Այնքան կորած էի իմ սեփական ցավի մեջ, որ մոռացել էի, որ նրանք էլ էին տառապում։ Դուք չեք ձախողվել, վստահ ասաց Լուսինեն։ Դուք անում էիք այն, ինչ կարողանում էիք այդ պահին։ Բայց հիմա հնարավորություն ունեք այլ կերպ վարվելու։ Նրանք պետք է իմանան, որ նույնիսկ առանց մոր դեռ ընտանիք ունեն։ Դեռ ձեզ ունեն։ Երբ աղջիկները իջան, հագնված զբոսանքի համար ոգորված, Մհերը զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել, տնից դուրս գալու ցանկություն։ Ոչ թե ցավից փախչելու, այլ նոր հիշողություններ ստեղծելու համար։ Նորից հայր լինելու համար։ Սուպերմարկետում նա հիացմունքով դիտում էր, թե ինչպես է Լուսինեն շփվում դուստրերի հետ։ Նա թույլ էր տալիս նրանց ընտրել որոշ ապրանքներ, բացատրում էր, թե ինչի համար է յուրաքանչյուր բաղադրիչը, պարզ գնումը վերածում էր խոհարարության զվարճալի դասի։ Աղջիկները ծիծաղում էին, հարցեր էին տալիս, իրենց պահում էին ինչպես նորմալ երեխաներ, ամիսներ անց առաջին անգամ։ Հայրիկ, նայիր, գոռաց Արիկը, ցույց տալով գունավոր կոնֆետների փաթեթը։ Մայրիկը միշտ սրանցից էր գնում, թխվածքաբլիթները զարդարելու համար։ Մի պահ Մհերը կրծքում սեղմում զգաց կնոջ հիշատակումից, բայց հետո նայեց դստեր ժպիտին հասկացավ, որ նա հիշում է Անահիտին ուրախությամբ, ոչ թե տխրությամբ։ Սա էր այն, ինչ Լուսինեն փորձում էր բացատրել, հնարավոր էր հարգել հիշատակը, լինելով երջանիկ։ Տուն վերադառնալիս աղջիկները հետի նստատեղին երգում էին երգեր, որոնք Լուսինեն սովորեցրել էր, իսկ Մհերը մեքենան վարում էր լիարժեքության զգացումով, որը ամիսներ շարունակ չէր զգացել։ Երբ հասան, նրանք վազեցին խոհանոց սկսելու թխվածքաբլիթները պատրաստել, նա պատրաստվեց մասնակցել գործունեությանը, փոխանակ փակվելու գրասենյակում, ինչպես սովորաբար անում էր։ Մինչ խմորն էր խառնում Անուշի կողքին, Մհերը նայեց Լուսինեին, հասկացավ, որ նա իր տուն շատ ավելին էր բերել, քան մանկական խնամքի տեխնիկաներ։ Նա հույս էր բերել։ Եվ Անահի։ Դիմահից հետո առաջին անգամ նա հավատաց, որ իր ընտանիքը կարող է նորից երջանիկ լինել։ Մեկ շաբաթ էր անցել, ինչ Լուսինեն եկել էր Վարդանյանների տուն, փոփոխությունը գրեթե հրաշքի էր նման։ Աղջիկներն արթնանում էին երգելով, վազվզում էին տանը այն էներգիայով, որը 7 տարեկան երեխաները պետք է ունենան, իսկ Մհերը սկսել էր ավելի շուտ գալ աշխատանքից, ընտանիքի հետ ընթրելու համար։ Տունը, որը ամիսներ շարունակ լուր դամբարան էր թվում, այժմ նորից կյանքով էր լցվել։ Այդ հինգշաբթի առավոտ, մինչ աղջիկները դպրոցում էին, Լուսինեն որոշեց տան ավելի խորը մաքրություն անել։ Տիկին Մարթան նշել էր, որ կան որոշ սենյակներ, որտեղ ամիսներ շարունակ ոչ ոք չէր մտել, Լուսինեն զգում էր, որ կարող է, որ տան բոլոր տարածքները նորից շնչեն։ Նա սկսեց հյուրասենյակից, հետո անցավ գրադարանով, վերջապես հասավ երկրորդ հարկի միջանցքին, որտեղ մի դուռ միշտ փակ էր մնում։ Սա այն գրասենյակն է, որը տիկին Անահիտն էր օգտագործում, բացատրել էր տիկին Մարթան մի քանի օր առաջ, ցածր հարգանքով լի ձայնով։ Պարոն Մհերը չի կարողանում մտնել այնտեղ, Նա հեռացավ։
Ասում է, որ դեռ զգում է նրա բույրը, երբ բացում է դուռը։ Լուսինեն մի քանի րոպե կանգնեց դռան առջ, մտածելով մտնի, թե ոչ։ Չէր ուզում ներխուժել սուրբ տարածք, բայց սրտում ինչ-որ բան ասում էր, որ այդ սենյակը խնամքի կարիք ունի, պետք է նորից տան մաս դառնա։ Նա դանդաղ պտտեց դռան բռնակը, հրեց դուռը։ Սենյակից դուրս եկող օդը լի էր հիշողություններով։ Իսկապես օդում մեղմ բույր կար, հասմիկի սանդալի խառնուրդ, որը պետք է պատկաներ Անահիտին։ Պատուհաններից ներս ընկնող լույսը լուսավորում էր կոկիկ աշխատասեղանը, ճարտարապետական նախագծերով, որոնք թողնված էին հենց այնպես, ինչպես մնացել էին։ Կային բույսեր, որոնք հրաշքով դեռ կենդանի էին, տիկին Մարթայի կողմից ջրված, տան լուռ խնամքի ընթացքում։ Լուսինեն դանդաղ մտավ, տաճար այցելողի հարգանքով։ Պատերը լի էին ընտանեկան լուսանկարներով, Մհերն ու Անահիտը հարսանիքի օրը, աղջիկները, երբ նորածին էին, հանգստի պահեր դրախտային լողափներում, ուրախությամբ լի ծննդյան խնջույքներ։ Դա նման էր այն երջանկության թանգարանի, որն այդ ընտանիքն ապրել էր։ Սեղանին, բացի ճարտա լապետական նախագծերից, կային անձնական տետրեր, օրագրեր ինտերիերի դիզայնի մասին մի քանի գրքեր։ Լուսինեն սկսեց ամեն ինչ զգուշությամբ դասավորել, մաքրելով կուտակված փոշին, երբ գտավ մի դարակ, որը կիսաբաց էր։ Նա նրբորեն բացեց այն, գտավ մի բան, որը ստիպեց իր սրտին արագանալ, կարմիր կազմով օրագիր, որի վրա ոսկե տառերով գրված էր հիշողություններ։ Թեթակի դողացող ձեռքերով Լուսինեն բացեց օրագիրը։ Էջերը լի էին Անահիտի նուրբ ձեռագրով, պատմելով առօրյա պահերի, մայրության մասին մտորումների, սրտիկներով նշված հատուկ բաղադրատոմսերի, ընտանեկան ավանդույթների ցուցակների մասին, որոնք նա պարտադիր պահպանում էր։ Լուսինեն դանդաղ թերթում էր էջերը, իրեն զգալով որպես ներխուժող, բայց մինույն ժամանակ հիացած այն ջերմ անհատականությամբ, որը բխում էր յուրաքանչյուր գրված բառից։ Այսօր աղջիկները 6 տարեկան դարձան, ասվում էր նախորդ տարվա մարտի մի գրառման մեջ։ Արեցինք արքայադուստրերի թեմատիկ խնջույքը, որը նրանք այդքան ուզում էին։ Մհերը հագնվեց թագավորի պես ամբողջ օրը ծիծաղելի ձայնով խոսեց։ Անուշն այնքան ծիծաղեց, քիչ մնաց տորթը փսխեր։ Արիկը սենյակի պատին կավիճով հսկայական ամրոց նկարեց, կռվելու փոխարեն որոշեցինք, որ դա կլինի նրանց թագավորության մշտական զարդարանքը։ Մարինեն ամբողջ օրը թաքով քնեց, ասաց, որ ուզում է հավերժ արքայադուստր լինել։ Այսպիսի պահերն ինձ ստիպում են հասկանալ, որ ես աշխարհի ամենահաջողակ կինն եմ։ Լուսինեի աչքերը լցվեցին։ Այդ բառերից հորթող ուրախությունը ցավալիորեն հակադրվում էր այն լռությանը, որը տիրել էր տանը վերջին ամիսներին։ Նա շարունակեց կարդալ, բացահայտելով անձրոտ օրերի համար հատուկ թխվածքաբլիթների բաղադրատոմսեր, աղջիկների սենյակը վերանորոգելու պլաններ, ավելի լավ մայր լինելու մասին մտորումներ։ Եվ հետո, օրագրի գրեթե վերջում, Լուսինեն գտավ մի էջ, որը ստիպեց նրան ամբողջովին կանգ առնել։ Դա մի ցուցակ էր, իմ արքայադուստրերի ծննդյան օրը, 8 տարեկան վերնագրով։ Ամսաթիվը նշված էր 6 օր հետո։ Լուսինեն 2 անգամ ստուգեց հեռախոսի օրացույցը, համոզվելու համար։ Այո, եռյակների ծնունդը հաջորդ չորեքշաբթի էր, որքանով նա կարող էր հասկանալ, տանը ոչ ոք չէր նշել այդ ամսը։ Թիվը ցուցակը մանրամասն էր, սիրով լի։ Վաղ արթնանալ, ճաշասենյակը զարդարել վարդագույն, մանուշակագույն կապույտ փուչիկներով, նրանց սիրելի գույները։ Հատուկ նախաճաշ, սրտած նրբաբլիթներ մրգերով, շոկոլադով։ Նոր զգեստներ, վարդագույն Անուշի համար, նա սիրում է վառ գույներ, յասամանագույն Արիկի համար, համապատասխանում է նրա երազկոտ բնավորությանը, փիրուզագույն Մարինեի համար, դա այն գույնն է, որը նրան հանգստացնում է։ Շոկոլադե տորտ եփած խտացրած կաթով, մորս բաղադրատոմսը, որը աղջիկները պաշտում են։ Զբոսանք Կարապի լճում, կատամարան քշելու համար, ավանդույթ 4 տարեկանից։ Ընթրիք պարոն Ռոբերտի պիցցերիայում, նրանք միշտ նույնն են պատվիրում, մարգարիտա Անուշի համար, պեպերոնի Արիկի համար, 4 պանիր Մարինեի համար։ Կինոդիտում տանը, Ադի բուջյով, տաք շոկոլադով։ Շատ կարևոր։ Պատմել նրանց, թե ինչպես են ծնվել, ինչպես է յուրաքանչյուրը հատուկ եզակի, նույնիսկ եռյակ լինելով։ Ցուցակի տակ դողացող ձեռագրով գրված մի նշում կար, կարծես շտապ արված լիներ։ Եթե մինչ նրանց ծնունդը ինձ հետ ինչ-որ բան պատահի, ուզում եմ, որ ինչ-որ մեկը այս խնջույքը հենց այսպես կազմակերպի։ Նրանք արժանի են տոնել կյանքը, արժանի են իմանալ, որ սիրված են, արժանի են զգալ, որ աշխարհում հատուկ ձով գոյություն ունեն։ Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ իմ բացակայությունը նրանցից խլի երջանիկ լինելու իրավունքը։
Լուսինեն ստիպված էր նստել Անահիտի աթոռին, այնքան մեծ էր հուզմունքը, որը համակեց նրան։ Այդ կինը, նույնիսկ կանխազգալով, որ ինչ-որ բան կարող է պատահել, մանրամասն հրահանգներ էր թողել, ապահովելու, որ իր դուստրերը շարունակեն տոնվել։ Դա այնքան մաքուր անշահախնդիր սիրո դրսորում էր, որ Լուսինեն խորապես հուզվեց։ Նա նորից նայեց օրացույցին։ 6 օր։ Ծնունդը հաջորդ չորեքշաբթի էր, մհերի վերջին շաբաթների վարքագծից ակնհայտ էր, որ նա լիովին մոռացել էր ամսաթիվը։ Ոչ թե չարությունից կամ անփութությունից, այլ որովհետև ցավը նրա հիշողությունից ջնջել էր բոլոր տոնակատարությունները, որոնք սովորաբար ուրախացնում էին այդ տունը։ Լուսինեն այնտեղ նստած մնաց գրեթե 1 ժամ, վերընթերցելով հրահա նգները, մտածելով, թե ինչ պետք է անի։ Արդյոք ճիշտ կլիներ այդքան կարևոր որոշում կայացնել առանց մհերի հետ խորհրդակցելու։ Իսկ եթե նա բարկանա, որ ինքը դիպել է Անահիտի իրերին։ Իսկ եթե նա չուզենա տոնել ծնունդը, որովհետև դա չափազանց ցավոտ կլինի։ Մյուս կողմից, նա մտածեց աղջիկների մասին։ Թե ինչպես էր Անուշը նորից սկսել ժպտալ, ինչպես էր Արիկը նորից սկսել նկարել, ինչպես էր Մարինեն նորից սկսել ընդունել քնքշություն։ Նրանք բուժվում էին, վերագտնում էին ապրելու ուրախությունը։ Արդար կլինի նրանց զրկել այն տոնակատարությունից, որը իրենց մայրը այդքան սիրով պլանավորել էր։ Լուսինեն փակեց օրագիրը, սեղմեց կրծքին։ Նա կայացրեց մի որոշում, որը կփոխեր ամեն ինչ, նա կկազմակերպեր ծնունդը հենց այնպես, ինչպես Անահիտը պլանավորել էր, բայց դա կաներ գաղտնի։ Ոչինչ չէր ասի մհերին մինչ վերջին պահը, որպեսզի խուսափի նրանից, որ նա ամեն ինչ չեղարկի ցավի վախից։ Եվ ամենակարևորը, ամեն ինչ կաներ, առանց աղջիկներին նշելու, որ գտել է օրագիրը, որպեսզի նրանք անակնկալը բնական ձով ապրեն։ Առավոտվա մնացած մասը Լուսինեն մաքրեց գրասենի։ Ակը առավելագույն զգուշությամբ, ամեն ինչ դասավորված թողնելով, բայց հարգելով իրերի սկզբնական դասավորությունը։ Նա օրագիրը պահեց իր սեփական գրասեղանի գաղտնի դարակում, դուրս գալիս փակեց դուռը։ Նրա միտքն արդեն աշխատում էր նախապատրաստությունների վրա, պետք էր գնել զգեստները, առանց աղջիկները նկատեին, պատվիրել տորթը ճիշտ հրուշակարանում, զարդարել տունը, առանց կասկածներ հարուցելու։ Երբ աղջիկները վերադարձան դպրոցից, Լուսինեն նրանց ընդունեց սովորականի պես, բայց յուրաքանչյուրին դիտում էր նոր հայացքով։ Անուշը, շփվող էներգիայով լի, որն իսկապես սիրում էր վառ գույներ։ Արիկը, երասկոտ արտիստիկ, որը նորից սկսել էր փոքրիկ էսքիզներ անել։ Մարինեն, զգայուն քնքուշ, որը միշտ հագուստի մեջ ամենանուրբ գույներն էր փնտրում։ Լուսինե մորաքույր, ասաց Անուշը ուտելու ժամանակ, դպրոցում ուսուցչուհին հարցրեց, թե երբ է իմ ծնունդը, ես չկարողացա ճիշտ պատասխանել։ Այնքան վաղուց է, ինչ չենք տոնել, որ գրեթե մոռացել եմ։ Լուսինեի սիրտը գծկվեց։ Իսկ երբ է, սիրելիս։ Հաջորդ շաբաթ, կարծում եմ, պատասխանեց Անուշը։ Անվստահ։ Բայց չգիտեմ, այս տարի խնջույք կանենք։ Հայրիկը տխրում է, երբ ծննդյան մասին ենք խոսում։ Արիկը դադարեց գունավորել իր նկարը, նայեց Լուսինեին։ Մայրիկը միշտ հիանալի խնջույքներ էր անում մեզ համար։ Նա զարդարում էր ամբողջ տունը, պատրաստում էր այն հսկայական շոկոլադե տորթը։ Եվ նա նոր զգեստներ էր գնում մեզանից յուրաքանչյուրի համար, լրացրեց Մարինեն, աչքերը փայլելով հիշողությունից։ Նա ասում էր, որ ծննդյան օրը մենք պետք է մեզ զգանք ինչպես արքայադուստրեր։ Լուսինեն զգաց տխրության, վճռականության խառնուրդ։ Ակնհայտ էր, որ աղջիկները ուզում էին տոնել, որ քնքուշ հիշողություններ էին պահպանել անցյալի ծնունդներից, բայց հաշտվել էին այլս այդ ուրախությունները չունենալու մտքի հետ, մոր բացակայության պատճառով։ Դուք կուզենայիք այս տարի խնջույք ունենալ, հարցրեց նա, անփութություն ծածնելով։ Երեքի աչքերն էլ ակնթարթորեն լուսավորվեցին, բայց շուտով նորից հանգան։ Կարծում եմ, հայրիկը կտխրի, ասաց Անուշը։ Նա միշտ տխրում է, երբ հիշում ենք մայրիկին։ Իսկ եթե խնջույքը մայրիկին ուրախությամբ, ոչ թե տխրությամբ հիշելու միջոց լինի, առաջարկեց Լուսինեն։ Կարծում եք, նա ուրախ կլիներ, տեսնելով ձեզ տխուր ձեր ծննդյան օրը։ Աղջիկները մտածկոտ դարձան։ Պատասխանեց Մարինեն, իր բնորոշ զգայունությամբ։ Մայրիկը միշտ ասում էր, որ մեր ծնունդը իր կյանքի ամենաերջանիկ օրն է։ Նա պատմում էր, որ երբ մենք ծնվեցինք, նա լաց էր եղել այդքան ուրախությունից։ Ուրեմն գուցե նա ուզում է, որ դուք էլ ուրախություն զգաք այդ օրը, մեղմ ասաց Լուսինեն։ Այդ երեկո, երբ աղջիկները գնացին այգում խաղալու, Լուսինեն գաղտնի սկսեց իր նախապատրաստությունները։
Զանգեց 3 մանկական հագուստի խանութ, խնդրեց առանձնացնել զգեստներ այն գույներով, չափսերով, որոնք Անահիտը նշել էր։ Որոնեց հրուշակարաններ, որոնք պատրաստում էին շոկոլադե տորթեր, եփած խտացրած կաթով պատվերներ արեց, որպեսի առաքվի երեքշաբթի օրը։ Երբ Մհերը վերադարձավ աշխատանքից, ավելի շուտ, ինչպես սովորություն էր դարձել, Լուսինեն ուշադիր դիտում էր նրան։ Նա ավելի թեթ, ավելի ներկա էր թվում, բայց դեռ աչքերում մի մելամաղձություն էր կրում, որը նա լավ էր ճանաչում։ Դա այն մարդու մելամաղձությունն էր, որը դեռ պայքարում էր ընդունելու, որ կյանքը կարող է նորից լավ լինել։ Ընթրիքի ժամանակ աղջիկները պատմեցին դպրոցի օրվա մասին, պլաններ կազմեցին հանգստյան օրերի համար, Մհերը անկեղծորեն մասնակցեց զրույցին, ամիսներ անց առաջին անգամ։ Լուսինեն հասկացավ, որ նա իսկապես վերամիավորվում է դուստրերի հետ, բայց նա նկատեց, որ նա զգուշորեն խուսափում է հատուկ ամսաթվերի կամ տոնակատարությունների ցանկացած հիշատակումից։ Երբ աղջիկները գնացին քնելու, Մհերն ու Լուսինեն մենակ մնացին խոհանոցում, ինչպես սովորություն էր դարձել։ Նա օգնում էր սպասքը դասավորել, նրանք խոսում էին օրվա մասին։ Լուսինեն մեռնում էր ծննդյան մասին նշելու, հարցնելու, թե արդյոք նա հիշում է ամսաթիվը, բայց ինչ-որ բան խանգարում էր նրան։ Լուսինե, ասաց նա հանկարծ, ընդհատելով նրա մտքերը։ Ուզում եմ, որ իմանաս, թե որքան երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ դու արել ես մեզ համար։ Աղջիկները փոխվել են, նրանք նորից կենդանի են։ Եվ ես էլ եմ ինձ այլ կերպ զգում։ Ինչպես, հարցրեց նա։ Մհերը դադարեց չորացնել ափսեն, որը ձեռքին էր, ուղիղ նայեց նրան։ Անահիտի մահից հետո առաջին անգամ ես կարողանում եմ ապագա պատկերացնել։ Դեռ ոչ երջանիկ ապագա, բայց գոնե մի ապագա, որտեղ իմ դուստրերը կարող են ժպտալ, որտեղ այս տունը կարող է նորից կյանք ունենալ։ Լուսինեի կուրծքը սեղմվեց։ Հենց դրա համար էր, որ նա պետք է կազմակերպեր ծնունդը։ Մհերը նույնպես բուժվում էր, բայց պետք է հասկանար, որ կյանքը տոնելը չի նշանակում մոռանալ կամ անհարգալից վերաբերվել Անահիտի հիշատակին։ Մհեր, զգուշորեն ասաց նա, կարող եմ մի անձնական հարց տալ։ Իհարկե։ Անահիտն ինչպես կուզենար, որ դուք ապրեիք առանց իրեն։ Նա կուզենար, որ դուք միշտ տխուր լինեիք, թե՞։ Կուզենար, որ երջանիկ լինելու ձեր գտնեիք նույնիսկ կարոտի հետ։ Մհերը երկար ժամանակ լուռ մնաց։ Երբ վերջապես պատասխանեց, նրա ձայնը հուզմունքից խեղդված էր։ Անահիտը ամենաառատաձեռն մարդն էր, ում ճանաչել եմ։ Նա միշտ ասում էր, որ իսկական սերը սիրելիի բարին կամենալն է, նույնիսկ եթե դա նշանակում է նրան ազատ թողնել, առանց քեզ երջանիկ լինելու։ Եթե նա այստեղ լիներ, վստահ եմ, որ կբարկանար ինձ վրա, որ այսքան երկար աղջիկներին տխուր եմ թողել։ Ուրեմն գուցե ժամանակն է սկսել ապրել այնպես, ինչպես նա կհավաներ, առաջարկեց Լուսինեն։ Այդ գիշեր Լուսինեն մինչ ուշ արթուն մնաց, պլանավորելով ծննդյան յուրաքանչյուր մանրուք։ Նա ցուցակներ կազմեց, մատակարարներ որոնեց, ժամանակացույց հաշվարկեց։ Գիտեր, որ մեծ ռիսկի է դիմում։ Եթե Մհերն իմանար ժամանակից շուտ որոշեր ամեն ինչ չեղարկել, աղջիկները կործանված կլինեին։ Բայց նա գիտեր, որ երբեմն պետք է ռիսկի դիմել, երբ խոսքը սիրո մասին է։ Ուրբաթ առավոտյան Լուսինեն վաղ դուրս եկավ, պատրվակով, թե պետք է տան համար գնումներ անի։ Իրականում նա գնաց արթրի կենտրոն, վերցնելու այն զգեստները, որոնք պատվիրել էր։ Երբ տեսավ զգեստները, քիչ մնաց լաց լիներ։ Դրանք հենց այնպիսին էին, ինչպիսին Անահիտը նկարագրել էր, վառ վարդագույն զգեստ, որը Անուշը կսիրեր, նուրբ յասամանագույն զգեստ կատարյալ Արիկի համար, փափուկ փիրուզագույն զգեստ, որը կատարելապես կհամապատասխաներ Մարինեի բնավորությանը։ Նա զգեստները թաքցրեց իր մեքենայի բեռնախցիկում, վերադարձավ տուն, կարծես ոչինչ չէր պատահել։ Հանգստյան օրերին նա շարունակում էր սովորականի պես վարվել, բայց դիտում էր աղջիկների յուրաքանչյուր արձագանքը, Մհերի յուրաքանչյուր խոսքը, փորձելով գնահատել, թե արդյոք ճիշտ որոշում է կայացնում։ Կիրակի երեկոյան, ծնունդից 3 օր առաջ, Լուսինեն վերադարձավ Անահիտի գրասենյակ։ Նա նորից վերցրեց օրագիրը, վերընթերցեց հրահանգները, անգիր անելով յուրաքանչյուր մանրուք։ Կարծես Անահիտն այնտեղ լիներ, շշնջար իր ականջին, խնդրելով, որ հոգ տանի իր աղջիկներին։ Ես դա կիրականացնեմ, մրմնջաց Լուսինեն Անահիտի լուսանկարին սեղանի վրա։ Նրանք կունենան այն ծնունդը, որը դու պլանավորել էիր։ Խոստանում եմ։ Երկուշաբթի օրը Լուսինեն սկսեց վերջնական նախապատրաստությունները։ Գնեց փուչիկներ, զարդեր, հատուկ բաղադրիչներ։ Հաստատեց տորթի առաքումը։ Որոնեց այն ռեստորանը, որը Անահիտը նշել էր, ամրագրում արեց։
Յուրաքանչյուր քայլը հավատի ակտ էր, խաղադրույք, որ սերը կհաղթի վախին։ Երեքշաբթի երեկոյան, ծննդյան նախօրեին, Մհերը տուն եկավ սովորականից ավելի հոգնած։ Նա դժվար օր էր ունեցել գրասենյակում, լի հանդիպումներով, բարդ որոշումներով։ Լուսինեն մատուցեց ընթրիքը դիտում էր, թե ինչպես է նա շփվում դուստրերի հետ, փորձելով գնահատել նրա հուզական վիճակը։ Երբ աղջիկները գնացին քնելու, նա վերջապես համարձակվեց։ Մհեր, սաց նա, մինչ ավարտում էին խոհանոցը դասավորելը։ Ես պետք է քեզ մի կարևոր բան ասեմ։ Նա դադարեցրեց այն, ինչ անում էր, նայեց նրան, նկատելով նրա ձայնի լրջությունը։ Ինչ է պատահել։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Հիմա կամ երբեք։ Վաղը աղջիկների ծնունդն է։ Նրանք 8 տարեկան են դառնում։ Մհերի դեմքը ակնթարթորեն գունատվեց։ Նա հենվեց խոհանոցի սեղանին, կարծես ստամոքսին հարված ստացած լիներ։ Ինչպես թե։ Վաղը ես լիովին մոռացել էի։ Ես գիտեմ, մեղմ ասաց Լուսինեն։ Եվ դրա համար ամեն ինչ կազմակերպել եմ։ Գտել եմ այն հրահանգները, որոնք Անահիտը թողել էր, պատրաստել եմ հենց այն խնջույքը, որը նա պլանավորել էր։ Մհերը նրան նայեց զարմանքի, երախտագիտության խուճապի խառնուրդով։ Դու դա արել ես առանց ինձ հետ խորհրդակցելու։ Արել եմ, խոստովանեց նա, առանց ներողություն խնդրելու։ Որովհետև գիտեի, որ եթե քեզ ավելի շուտ ասեի, դու ամեն ինչ կչեղարկեիր ցավի վախից։ Բայց Մհեր, քո դուստրերը պետք է իմանան, որ դեռ արժանի են տոնվելու։ Նրանք պետք է իմանան, որ մոր բացակայությունը չի նշանակում ուրախության վերջ։ Նա մի քանի րոպե լուռ մնաց, մարսելով ամեն ինչ։ Լուսինեն կարողանում էր տեսնել այն պայքարը, որը տեղի էր ունենում նրա ներսում, տառապելու վախը դուստրերի հանդեպ սիրո դեմ։ Իսկ եթե չափազանց ցավոտ լինի, վերջապես հարցրեց նա։ Իսկ եթե ես չկարողանամ ձացնել, որ ամեն ինչ կարգին է։ Ուրեմն մի ձացրու, պատասխանեց Լուսինեն։ Դու զգա ցավը, բայց զգա սիրո հետ միասին։ Դու տոնիր քո դուստրերին մի նույն ժամանակ հարգիր Անահիտի հիշատակը։ Պետք չէ ընտրել նրան սիրելու կյանքը սիրելու միջ։ Այդ պահին Մհերը կայացրեց այն որոշումը, որը կփոխեր ամեն ինչ իր ընտանիքի համար։ Նա նայեց Լուսինեին, աչքերում արցունքներ, գլխով արեց։ Լավ, ասաց նա։ Եկեք տոնենք իմ աղջիկներին։ Չորեքշ։ Աբթի առավոտը բացվեց Աբովյան փողոցի վրա բյուրեղյա կապույտ երկնքով, կարծես նույնիսկ բնությունը դավադրություն էր կազմակերպել, որպեսզի այդ օրը հատուկ լինի։ Լուսինեն արթնացավ առավոտյան ժամը 5-ին, սիրտը արագ բաբախելով տագնապի ու հուզմունքի խառնուրդով, որը հոսում էր նրա երակներով։ Նախորդ գիշեր Մհերի հետ զրույցից հետո նա հազիվ էր կարողացել քնել, մտածելով յուրաքանչյուր մանրուքի մասին, որը պետք է կատարելապես իրականացվեր։ Նա լուռ իջավ խոհանոց, զգուշանալով ոչ ոքի չարթնացնել։ Առջում շատ աշխատանք կար, նա ուզում էր, որ ամեն ինչ պատրաստ լինի, երբ ծննդյան տերերը իջնեն նախաճաշի։ Նախ նա զանգեց փուչիկների մատակարարին, հաստատելով, որ առաքումը կկատարվի 2 ժամից։ Հետո ստուգեց, թե արդյոք տորթը կժամանի պայմանավորված ժամին։ Յուրաքանչյուր հեռախոսազանգ շշուկով էր, յուրաքանչյուր շարժում հաշվարկված էր, անակնկալը անձեռնխելի պահելու համար։ Ժամը 6-ին Մհերը իջավ խոհանոց։ Նրա աչքերը կարմիր էին, ինչը վկայում էր, որ նա նույնպես դժվար գիշեր էր անցկացրել, բայց նրա կեցվածքում ինչ-որ տարբեր բան կար։ Մի վճռական ություն, որը Լուսինեն ամիսներ շարունակ չէր տեսել։ Բարի լույս, ասաց նա, ձայնը դեռ խռպոտ քնից հուզմունքից։ Չկարողացա լավ քնել, մտածելով այսօրվա մասին։ Նորմալ է, պատասխանեց Լուսինեն, սուրճ պատրաստելով։ Ես էլ էի նյարդայնացած։ Բայց ամեն ինչ լավ կլինի, կտեսնես։ Մհերը նստեց խոհանոցի սեղանի շուրջ, նայեց նրան։ Լուսինե, նախքան սկսելը, ես պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ։ Չգիտեմ, ինչ կպատահեր իմ ընտանիքի հետ, եթե դու չհայտնվեիր։ Եվ այն, ինչ դու երեկ արեցիր, այս ամենը կազմակերպելով։ Մեզ օգնել փորձող մյուս մարդկանցից ոչ ոք այսպիսի համարձակություն չէր ունենա։ Դա համարձակություն չէր, ասաց Լուսինեն, սուրճը մատուցելով։ Դա սեր էր։ Երբ սիրում ես ինչ-որ մեկին, անում ես այն, ինչ պետք է արվի, նույնիսկ եթե դա վախեցնող է։ Նրանք միասին աշխատեցին հաջորդ ժամվա ընթացքում, վերափոխելով ճաշասենյակը։
Մհերը հայտնաբերեց, որ դեռ հիշում էր, թե որտեղ էր Անահիտը պահում հատուկ զարդարանքները, գնաց ձեղնահարկ, բերելու այն տուփերը, որոնց ամիսներ շարունակ ոչ ոք չէր դիպել։ Երբ բացեց առաջին տուփը, զարդարանքների բույրը հիշողությունների հեղեղ բերեց, որը քիչ մնաց տապալեր նրան։ Սրանք նույն զարդարանքներն են, որոնք նա օգտագործել էր նրանց 6-ամյակի ծննդյանը, ասաց նա, բռնելով վարդագույն թղթե ծաղկաշղթան։ Հիշում եմ, որ օգնել եմ նրան պատրաստել այս զարդերից յուրաքանչյուրը։ Լուսինեն դադարեցրեց այն, ինչ անում էր, մոտեցավ նրան։ Ուզում ես դադարեցնենք։ Չափազանց ցավոտ է։ Մհերը խորը շունչ քաշեց, մի պահ փակեց աչքերը, հետո նրան նայեց նորացված վճռականությամբ։ Ոչ։ Ցավոտ է, բայց լավ ցավ է։ Դա սիրո ցավն է, ոչ թե լքվածության։ Շարունակենք։ Նրանք ամբողջ սենյակում կախեցին վարդագույն, յասամանագույն փիրուզագույն փուչիկներ։ Սեղանների վրա կոնֆետտի շաղ տվեցին։ Պատրաստեցին մի պանել աղջիկների փոքր ժամանակվա լուսանկարներով, ներառյալ մի քանիսը, որտեղ նրանք Անահիտի հետ էին, ժպտերես կյանքով լի։ Միջավայրը վերածվեց իսկական մանկական թագավորության, հենց այնպես, ինչպես նկարագրված էր օրագրի հրահանգներում։ Ժամը 8-ին, երբ նախապատրաստությունները գրեթե ավարտված էին, նրանք լսեցին քայլերի ձայներ վերի հարկից։ Աղջիկներն արթնանում էին։ Լուսինեն մհերը նյարդային հայացքներ փոխանակեցին։ Իսկ եթե նրանք տխրեն, հարցրեց նա, վախը նորից տիրելով նրան։ Իսկ եթե նրանք ուրախանան, պատասխանեց Լուսինեն։ Կբացահայտենք։ Քայլերը դանդաղ իջան սանդուղքով, ինչպես միշտ։ Առաջինը հայտնվեց Անուշը, դեռ գիշերանոցով խառնված մազերով, նրան հետեցին Արիկն ու Մարինեն։ Երեքը քայլում էին դեպի խոհանոց, երբ Անուշը հանկարծ կանգ առավ։ Ժողովուրդ, ասաց նա տարօրինակ ձայնով։ Սենյակում ինչ-որ բան այլ է։ Երեքը մոտ է։ Ցան ճաշասենյակի մուտքին, երբ տեսան զարդարանքը, պարզապես կանգ առան։ Մի պահ, որը հավերժություն թվաց, նրանք այնտեղ կանգնած մնացին, լայն բացված աչքերով, մարսելով այն, ինչ տեսնում էին։ Դա մեր համար է, հարցրեց Արիկը գրեթե շշուկով։ Մհերը դուրս եկավ խոհանոցից, Լուսինեն անմիջապես նրա հետից։ Երբ աղջիկները տեսան նրան, նյարդային ժպտացին, կարծես թույլտվություն էին խնդրում ուրախանալու համար։ Ծնունդդ շնորհավոր, իմ արքայադուստրեր, ասաց նա, ձայնը հուզմունքից խեղդված։ Դուք այսօր 8 տարեկան եք դառնում։ Մի վայրկյան ոչինչ տեղի չունեցավ։ Հետո, կարծես պատնեշը քանդվեր, երեք աղջիկները ուրախությունից գոռացին վազեցին, գրկելու հորը։ Նրանք ցատկեցին, ծիծաղեցին, լաց եղան, ամեն ինչ միաժամանակ։ Մհերը նրանց գրկեց, զգալով, որ սիրտը պայթում է մի երջանկությունից, որը մոռացել էր, որ հնարավոր է։ Ես մտածում էի, որ մոռացել ես, գոռաց Անուշը, արցունքները հոսելով դեմքով։ Ես մտածում էի, որ այլս ծննդյան խնջույք չենք ունենա, ասաց Արիկը, կախվելով հոր վզից։ Մարինեն, միշտ ամենազգայունը, նայեց հորը իր մեծ աչքերով հարցրեց. Մայրիկը կհավանել մեր խնջույքը։ Մհերը ծնկի իջավ, նրա հասակին լինելու համար, երեք աղջիկներին գրկած։ Մայրիկը ոչ միայն կհավաներ։ Նա կպաշտեր։ Իրականում նա էր, որ պլանավորել էր այս ամենը։ Աղջիկները շփոթված նայեցին նրան։ Բացատրեց Լուսինեն, ցույց տալով կարմիր օրագիրը, որը բերել էր գրասենյակից։ Ձեր մայրը մանրամասն հրահանգներ է թողել, թե ինչպես էր ուզում, որ լինի ձեր ծնունդը։ Այս զարդարանքի յուրաքանչյուր մանրուք, այս փուչիկների յուրաքանչյուր գույն, ամեն ինչ նրա գաղափարն էր։ Նա ուզում էր համոզված լինել, որ դուք կտոնվեք, նույնիսկ եթե նա չկարողանար այստեղ լինել։ Աղջիկներն առավոտն անցկացրին ուսումնասիրելով զարդարանքի յուրաքանչյուր անկյունը, բացահայտելով անակնկալներ, որոնք Անահիտը պլանավորել էր։ Կային նկարների հետում թաքցրած նամակներ, փոքրիկ փաթեթավորված նվերներ, որոնք Լուսինեն գնել էր, հետելով օրագրի առաջարկություններին, նույնիսկ մի երգացանք, որը Անահիտը ստեղծել էր համակարգչում աղջիկների սիրելի երգերով։ Նախաճաշը կախարդական էր։ Լուսինեն պատրաստեց սրտած նրբաբլիթները, հենց այնպես։ Ինչպես գրված էր օրագրում, աղջիկները ամեն ինչ կերան այնպիսի ախորժակով, որը ամիսներ շարունակ չէին ցուցաբերել։ Մհերը մասնակցեց յուրաքանչյուր պահի, հարցեր տալով նրանց երազանքների մասին, հիմար կատակներ անելով, լինելով այն ներկա հայրը, որը մոռացել էր, ինչպես լինել։ Հայրիկ, ասաց Անուշը նախաճաշի կեսին, դու այսօր այլ տեսք ունես։ Ինչպես այլ, հարցրեց նա։ Ավելի ուրախ։
Ավելի ներկա։ Ինչպես դու էիր, մինչ մայրիկը կհեռանար։ Մհերը կրծքում սեղմում զգաց, բայց ոչ ցավից։ Դա երախտագիտությունից էր։ Որովհետև ես մի կարևոր բան հասկացա, Անուշ։ Ես կարող եմ կարոտել մայրիկին մի նույն ժամանակ երջանիկ լինել ձեզ հետ։ Մի բանը մյուսին չի չեղարկում։ Նախաճաշից հետո եկավ այն պահը, որին Լուսինեն ամենաշատն էր սպասում՝ զգեստների հանձնումը։ Նա տուփերը թաքցրել էր մեքենայի բեռնաղցիկում, մհերի օգնությամբ ամեն ինչ բերեց սենյակ։ Սրանք վերջին անակնկալներն են, որոնք մայրիկը պլանավորել էր, ասաց նա, յուրաքանչյուր աղջկան տալով մի տուփ։ Երբ Անուշը բացեց տուփը, տեսավ վառ վարդագույն զգեստը, նա ուրախությունից գոռաց. Հենց այն գույնն է, որը ես ամենաշատն եմ սիրում։ Ինչպես մայրիկը գիտեր։ Արիկը յասամանագույն զգեստը սեղմեց մարմնին, պտտվեց սենյակում։ Կատարյալ է։ Կարծես հատուկ ինձ համար է կարված։ Մարինեն, ավելի զուսպ, փիրուզագույն զգեստը սեղմեց կրծքին, շշնջաց. Մայրիկը հիշել էր, որ կապույտը այն գույնն է, որն ինձ հանգստացնում է։ Ձեր մայրը խորապես ճանաչում էր ձեզանից յուրաքանչյուրին, ասաց Լուսինեն։ Նա հստակ գիտեր, թե ինչը ձեզ երջանիկ կդարձներ։ Աղջիկները վազեցին հագնվելու, երբ հագնված իջան, իսկապես 3 փոքրիկ արքայադուստրերի տեսք ունեին։ Մհերը նայեց նրանց, տեսավ Անահիտին յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր ժպիտի, յուրաքանչյուր ժեստի մեջ։ Բայց այն ցավի փոխարեն, որը սովորաբար զգում էր, նա խորը կապ զգաց կնոջ հետ, կարծես նա այնտեղ լիներ, մասնակցեր խնջույքին դուստրերի միջոցով։ Տորթը ժամանեց ճիշտ կեսօրին։ Դա շոկոլադի եփած խտացրած կաթի արվեստի գործ էր, հենց այնպես, ինչպես Անահիտը նշել էր։ Երբ առաքիչը գնաց, Լուսինեն վառեց 8 մոմերը, բոլորին կանչեց սենյակ։ Նախքան շնորհավորելը, ասաց նա, ես մի բան ունեմ կարդալու ձեզ համար։ Նա բացեց օրագիրն այն էջի վրա, որտեղ Անահիտը գրել էր անավարտ նամակը դուստրերին։ Խեղդված ձայնով նա կարդաց. Իմ սիրելի արքայադուստրեր, եթե դուք լսում եք սա, նշանակում է, որ ինձ հետ ինչ-որ բան է պատահել, ես չեմ կարող այնտեղ լինել, ձեզ հետ տոնելու։ Բայց ուզում եմ, որ իմանաք, որ նույնիսկ ֆիզիկապես ներկա չլինելով, ես այստեղ եմ բոլոր կարծոր ձերով։ Ես այն սիրո մեջ եմ, որը դուք զգում եք միմյանց հանդեպ, ես այն հոգատարության մեջ եմ, որը ձեր հայրիկը ունի ձեր նկատմամբ, ես ձեր յուրաքանչյուր ծիծաղի, յուրաքանչյուր իրականացրած երազանքի մեջ եմ։ Ուզում եմ, որ մայրիկին մի բան խոստանաք, երբեք մի դադարեք տոնել կյանքը։ Երբեք մի դադարեք ժպտալ, երազել, սիրել։ Դուք աշխարհի ամենահատուկ աղջիկներն եք, արժանի եք այն ողջ երջանկությանը, որը կյանքը կարող է առաջարկել։ Այն սերը, որը ես ունեմ ձեր հանդեպ, հավերժական է, ոչինչ, նույնիսկ մահը, չի կարող այն փոխել։ Ծնունդը շնորհավոր, իմ փոքրիկներ։ Միշտ երջանիկ եղեք։ Սենյակում չոր աչք չկար։ Մհերը բացահայտ լաց էր լինում, բայց դրանք սիրո երախտագիտության արդյունքներ էին, ոչ թե հուսահատության։ Աղջիկները գրկեցին միմյանց հորը, բոլորը ջերմ ներկայություն զգացին միջավայրում։ Կարծես Անահիտն իսկապես այնտեղ լիներ նրանց հետ։ Նրանք խեղդված ձայներով շնորհավորեցին, միասին փչեցին մոմերը, կերան ամենահամեղ շոկոլադե տորթը, որը նրանցից որևէ մեկը հիշում էր։ Օրվա մնացած մասը թռավ։ Նրանք արեցին հենց այն, ինչ Անահիտը պլանավորել էր, գնացին Կարապի լիճ, կատամարան քշելու, ընթրեցին պարոն Ռոբերտի պիցցերիայում, որտեղ տերը դեռ հիշում էր աղջիկներին հատուկ զեղչ արեց, վերադարձան տուն, կինոդիտման, ադի-բուդյով տաք շոկոլադով։ Ֆիլմի ընթացքում Անուշը տեղավորվեց հոր գրկում, Արիկը ձգվեց բազմոցին, գլուխը դրած Լուսինեի ուսին, իսկ Մարինեն մնաց երկու մեծահասակների մեջ, բռնելով յուրաքանչյուրի ձեռքը։ Դա վերականգնված ընտանիքի պատկեր էր, տարբեր բնօրինակից, բայց լի սիրով կապով։ Երբ աղջիկները գնացին քնելու, հոգնած, բայց երջանկությունից փայլող, Մհերն ու Լուսինեն մենակ մնացին սենյակում, դիտելով խնջույքի մնացորդները, թորշոմած փուչիկներ, դատարկ ափսեներ, ժպիտներ, դրոշմված յուրաքանչյուր լուսանկարի վրա, որոնք արել էին օրվա ընթացքում։ Լուսինե, ասաց Մհերը երկար լռությունից հետո։ Դու փրկեցիր իմ ընտանիքը։ Չեմ փրկել, պատասխանեց նա։ Պարզապես օգնեցի ձեզ վերագտնել միմյանց։ Մհերը վեր կացավ, գնաց պատուհանի մոտ, նայելով այգուն, որտեղ աղջիկները խաղացել էին ցերեկը։ Անահիտը կպաշտեր այս ամենը տեսնել։ Կպաշտեր ճանաչել քեզ։ Ես զգում եմ, կարծես ճանաչում եմ նրան, ասաց Լուսինեն։ Աղջիկների միջոցով, նրա թողած իրերի միջոցով, այն սիրո միջոցով, որը դուք ունեք նրա հանդեպ։
Նա կարծես անհավանական կին է եղել։ Այդպես էր, հաստատեց Մհերը։ Եվ դու նույնպես։ Նրանք մինչ ուշ խոսեցին, պլանավորելով հաջորդ օրերը, խոսելով ընտանիքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Մհերը պատմեց, որ որոշել է կրճատել աշխատանքային ժամերը, ավելի շատ ժամանակ անցկացնելու դուստրերի հետ։ Լուսինեն խոսեց, թե ինչպես է տեսնում աղջիկների զարգացումը, ինչպես են նրանք ավելի վստահ ուրախ դառնում ամեն օր։ Հաջորդ ուրբաթ օրը Մհերը Լուսինեին կանչեց իր գրասենյակ զրույցի։ Նա նյարդային էր թվում, բայց նա վճռական։ Լուսինե, սկսեց նա, ես պետք է քեզ մի առաջարկ անեմ։ Նա սպասեց, հետաքրքրված։ Ես հետաքննել եմ։ Քո պատմությունը բացահայտել եմ բաներ, որոնք ինձ շատ են տպավորել։ Դու աշխատում ես 3 տարբեր աշխատանքներում վճարելու քո մանկավարժության ֆակուլտետի համար, դասարանի լավագույն ուսանողն ես, դեռ ժամանակ ես գտնում լիովին նվիրվելու այն մարդկանց, ովքեր խնամքի կարիք ունեն։ Մհերը դադար տվեց, խորը շունչ քաշեց, շարունակեց։ Ուզում եմ քեզ առաջարկել մշտական աշխատանք այստեղ։ Դու կլինես մեր պաշտոնական դաստիարակը խնամողը։ Լրիվ աշխատավարձ, բոլոր արտոնությունները, բնակություն այստեղ, տանը, եթե ցանկանաս, ես լիովին կվճարեմ քո ուսումը մինչ ավարտը։ Լուսինեն մի քանի վայրկյան անխոս մնաց։ Մհեր, դա շատ առատաձեռն է, բայց… Դա առատաձեռնություն չէ, ընդհատեց նա։ Դա անհրաժեշտություն է։ Դու մեզ համար պարզապես աշխատակից չես։ Դու դարձել ես այս ընտանիքի մի մասը։ Աղջիկները քեզ սիրում են, ես լիովին վստահում եմ քեզ, ամենակարևորը, դու այս տուն բերել ես մի բան, որը ոչ մի գումար չի կարող գնել։ Դու հույս ես բերել։ Լուսինեի աչքերը լցվեցին։ Եվ ես կարող եմ շարունակել սովորել։ Իհարկե։ Իդեպ, երբ ավարտես, կուզենայի, որ մտածես այստեղ, տան տարածքում, մի մանկապարտեզ բացելու մասին։ Վստահ եմ, որ կան այլ ընտանիքներ, որոնք անցնում են նույնի միջով, ինչ մենք, այլ երեխաներ, որոնք կարիք ունեն այնպիսի խնամքի, որը դու ես առաջարկում։ Համաձայն եմ, ասաց Լուսինեն, այլս չվարանելով։ Համաձայն եմ իմ ամբողջ սրտով։ Նրանք գրկախառնվեցին, Մհերը զգաց, որ վերջապես իր ընտանիքը նորից ամբողջական է։ Տարբեր, քան առաջ, բայց ամբողջական։ Երբ նորությունը պատմեցին աղջիկներին, արձագանքը պայթյունավտանգ էր։ Նրանք ցատկեցին, գոռացին, շրջան կազմեցին, պարեցին սենյակում։ Անուշն առաջարկեց, որ պատրաստեն ընտանեկան պայմանագիր, որտեղ բոլորը կստորագրեն, խոստանալով հավերժ սիրել, հոգ տանել միմյանց մասին։ Արիկն ասաց, որ կնկարի նոր ընտանիքի պաշտոնական դիմանկարը։ Մարինեն, ինչպես միշտ պրագմատիկ, հարցրեց, թե արդյոք դա նշանակում է, որ միշտ կլինի մեկը, ով նրբաբլիթներ կպատրաստի, երբ նա ուզենա։ Այդ գիշեր, երբ աղջիկները քնեցին, Մհերը վերադարձավ Անահիտի գրասենյակ, նրա մահից հետո առաջին անգամ։ Լուսինեն ամեն ինչ այնքան սիրով էր դասավորել, որ միջավայրն այլս հիշողությունների դամբարան չէր թվում, այլ սիրո սրբավայր։ Նա նստեց նրա աթոռին, վերցրեց օրագիրը, անավարտ նամակին հաջորդող էջում գրեց. Իմ սիրելի Անահիտ, այսօր մեր աղջիկները 8 տարեկան դարձան, դա ամենաերջանիկ օրն էր, որ մենք ապրել ենք քո հեռանալուց հետո։ Նրանք ծիծաղեցին, խաղացին, իրենց զգացին սիրված, տոնված, հենց այնպես, ինչպես դու էիր ուզում։ Ես գիտեմ, որ դու ինչ-որ կերպ այստեղ էիր մեզ հետ, որովհետև զգացի քո ներկայությունը նրանց յուրաքանչյուր ժպիտի մեջ։ Ուզում եմ քեզ պատմել Լուսինեի մասին։ Նա մի հրեշտակ է, որը հայտնվեց, երբ մենք ամենաշատն էինք կարիքը զգում։ Նա մեր աղջիկներին վերադարձրեց կյանքի, ինձ սովորեցրեց, որ հնարավոր է սիրել քեզ մի նույն ժամանակ լիարժեք ապրել։ Նա կմնա մեզ հետ, որպես մեր ընտանիքի մի մաս, հոգ կտանի մեր արքայադուստրերին, կօգնի ինձ լինել այն հայրը, որը դու միշտ գիտեիր, որ ես կարող եմ լինել։ Խոստանում եմ, որ կհարգեմ քո հիշատակը, ապրելով լիարժեք, սիրելով մեր դուստրերին իմ ամբողջ սրտով, կենդանի պահելով այն ամենը, ինչ դու մեզ սովորեցրել ես ընտանիքի, սիրո ուրախության մասին։ Շնորհակալ եմ, որ ինձ ընտրեցիր լինելու քո աղջիկների հայրը։ Շնորհակալ եմ, որ հրահանգներ ես թողել, որպեսզի նրանք կարողանան շարունակել երջանիկ լինել։ Եվ շնորհակալ եմ, որ Լուսինեին ուղարկեցիր մեզ մոտ հենց այն պահին, երբ մենք կարիքն ունեինք։ Իմ ամբողջ հավերժական սիրով, Մհերը նա փակեց օրագիրը, համբուրեց Անահիտի լուսանկարը, որը սեղանի վրա էր, դուրս եկավ գրասենյակից 8 ամսվա մեջ առաջին անգամ դուռը բաց թողնելով։ Հաջորդող ամիսներին Աբովյան փողոցի տունը լիովին փոխվեց։
Աղջիկներն առաջարկեցին հիշողության ուրփաթներ, որտեղ պատրաստում էին Անահիտի սիրելի բաղադրատոմսերը պատմություններ պատմում նրա մասին։ Մհերը կատարեց իր խոստումը, ավելի շուտ գալու, ակտիվորեն մասնակցելով դուստրերի կյանքին։ Լուսինեն գերազանցությամբ ավարտեց համալսարանը, սկսեց աշխատել տան հետնամասում գտնվող մանկապարտեզի նախագծի վրա։ 1 տարի անց եռյակների 9-ամյակի ծննդյանը նրանք պնդեցին, որ ավելի մեծ խնջույք անեն։ Հրավիրեցին դպրոցի ընկերներին, հարաններին, ուսուցիչներին։ Տունը լի էր կյանքով, ծիծաղով, այգում վազվզող երեխաներով։ Խնջույքի ընթացքում Անուշը մի ելույթ ունեցավ, որը հուզեց բոլորին։ Շնորհակալ եմ, մայրիկ, որ մեզ սովորեցրեցիր, որ հնարավոր է երջանիկ լինել նույնիսկ երբ կարոտում ենք։ Շնորհակալ եմ, հայրիկ, որ նորից դարձար մեր իսկական հայրը։ Եվ շնորհակալ եմ, Լուսինե մորաքույր, որ մեզ ցույց տվեցիր, որ ընտանիքը սիրուց է կազմված, ոչ միայն արյունից։ Այդ պահին, դիտելով իր փայլող դուստրերին, իր նոր վերականգնված ընտանիքը ուրախությամբ լի տունը, Մհերը գիտեր, որ Անահիտը կհպարտանար։ Նրանք հասել էին մի բանի, որը անհնարին էր թվում, վերածել սուգը սիրո, բացակայությունը ներկայության, ցավը երախտագիտության։ Վարդանյանների ընտանիքի պատմությունը դարձավ վկայություն այն բանի, որ իսկական սերը երբեք չի մահանում։ Այն պարզապես փոխում է իր ձը, շարունակում է դրսևորվել այն մարդկանց միջոցով, ովքեր ընտրում են մնալ, հոգ տանել, սիրել, նույնիսկ կորստի դիմաց։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մհերի, Անուշի, Արիկի, Մարինեի, Լուսինեի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե այս պատմությունը որևէ հուզմունք արթնացրեց ձեր կյանքում, եթե դուք ձեզ նույնացրեցիք կորստի ցավի կամ նոր սկզբի գեղեցկության հետ, դրեք ձեր հավանումը մեզ հայտնելու, որ մենք հասել ենք ձեզ։ Բաժանորդագրվեք ալիքին, որովհետև ամեն օր մենք բերում ենք այսպիսի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային փորձառության ամենախորը ճշմարիտ կողմը։ Մեկնաբանություններում կիսվեք մեզ հետ, որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Դուք երբևէ ապրել եք նմանատիպ իրավիճակ։ Ինչպես եք ուժ գտել առաջ շարժվելու համար։ Ձեր պատմությունները կարող են մեզ մյուս ունկնդիրների համար, ովքեր գուցե դժվար պահեր են ապրում։ Սպասում ենք ձեզ այստեղ նորից վաղը, մեկ պատմությունով, որը ուղիղ սրտին է խոսում։ Մինչ հաջորդ անգամ, հիշեք, սերը միշտ գտնում է շարունակել։ Ու ճանապարհ։